պարում են։ Տենում են, որ պարում են, բայց ինչի են իրանք իրար հետ լավ։ Քո համար տարօրինակ չի, որ իրանք չեն կրվում։ Տարօրինակ է։ Ստեղ մի բան կատարվում է, պետք է հասկանանք, թե ինչքանի շուտ է։ Ես հասկացա ինչ է կատարում։ Դե մի ձգի ասա։ Տես, ես այսօր եկա տուն։ Սիրելի հեռուստադիտող, մինչ Սամսոնիչը կպատմի Մանեին, թե ինչ է տեղի ունեցել, ես ձեզ համար կընթերցեմ աֆորիզմ։ Մի վախեցեք կատարելությունից, նրան երբեք չեք հասնի։ Սալվադոր Դալի։ Ու ես պարկեցի քնելու։ Լուրջ ես ասում։ Հա, ինչ որ վատ բան եմ արել։ Արի սենյակ կասեմ։ Ինչ։ Մի հատ կբացատրես ինչ վատ բան եմ արել։ Դու խախտել ես մեր տան բալանսը։ Այսինքն մեր տունը ուներ ուժերի բալանս, որոնք իրար հակազդում էին, իսկ դու դրանք միավորել ես։ Եվ հետո իրանք միավորվելով հակազդելու են մեզ։ Այսինքն, Ինչ այսինքն Սամսոնիչ, խելացի տղա ես, չես հասկանում։ Այսինքն, այդ ուժերը հիմա ոչ թե իրար դեմ են պայքարելու, այլ մեր դեմ։ հասկացա քեզ։ Բա ինչ ես մտածում, որ այդ իմ պատճառով է։ Որովհետև դու ես խնդրել։ Բայց շատ մարդկանց աղոթքներ տեղ չի հասնում։ Դե փաստացի քոնը հասել է։ Երևի դու մաքուր սիրտ ունես։ Մերսի բարի խոսքերի համար։ Սամսոնիչ ինչ մերսի, ավելի լավ է մտածի ոնց ենք այս իրավիճակից դուրս գալու։ Մանե, դու անիմաստ խորացել ես։ Սամսոնիչ, Մանե, իջեք ներքև։ Սկացվեց։ Ասա մամ։ Ուրեմն մենք բոլորս միասին գնում ենք թատրոն։ Հետո էլ կգնանք ինչ-որ մի մոդնի ռեստորան ու ֆենսի բաներ կուտենք։ Իսկ մենք չենք գալիս։ Չէ։ Ինչի։ Որովհետև տանը լիքը գործ կա անելու։ Ինչ գործ։ Ամանները պիտի լվանաս։ Ոնց։ Ես չեմ լվալու այդ ամանները։ Չես լվանա, ինտերնետը չենք մուծի, կմնաս առանց ինտերնետ։ Նենցը դուք չէիք տալիս ինտերնետի փողը։ Սամսոն հոպարն էր տալիս։ Հա, ես էի տալիս, բայց ես էլ չեմ տա, որ մամատ բան ասում, չի չես լսում։ Ես չեմ ուզում այդ կեղտոտ ամանները լվամ։ Дорогая, не бойся, Սամսոնիչը քեզ կօգնի։ Ես կյանքում եմ աման լվացել։ Ոչինչ, կլվաս կսովորես։ Տղեն, պետքա Կարենը ամեն ինչ անի։ Ասեմ ավելին, տունը մի հատ ուբոր կականեք, հետո դուրս կգաք բակ, ցելոֆանները, չորացած տերևները, շան կհավաքեք։ Հասկացանք իրար։ Հա, հասկացանք։ Իսկ դու հասկացար Սամսոնիչ։ Всё, полетели. Դու ամանները կլվաս, ես կչորացնեմ։ Չէ, քո պատճառով ենք այս ամեն ինչի մեջ։ Նենց որ դու ամանները կլվաս, ես կչորացնեմ։ Լավ։ Մինչ Սամսոնիչն ու Մանեն մաքրում են տունը եւ բակը, ես ձեզ համար նորից կընթերցեմ աֆորիզմ։ Ավելի լավ է լռել եւ հիմար թվալ, քան խոսել եւ ցրել բոլոր կասկածները։ Մարկ Թվեն։